Իմ ամբողջ սրտով գոհություն կմատուցեմ քեզ Տեր, կպատմեմ բոլոր հրաշագործություններդ, կուրախանամ ու կցնծամ քեզնով, սաղմոս կերքեմ քո անվանը, ով բարձրյալ։ Թշնամիներս ետ դառնալով կթուլանան ու կկորչեն քո առաջից։ Դատաստանս և իրավունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ով դատավոր արդար, սաստեցիր հեթանոսներին, և ամբարիշտն անհետացավ, նրանց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից, և թշնամու զենքը իսպառ վերացավ։ Դու քաղաքներ ավերեցիր, և հիշատակը դրանց կորավ աղաղակով, բայց Աստված մնում է հավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։ Ինքն է դատում աշխարհն այս արդարությամբ և իր ժողովրդին ուղղամտությամբ։ Տերն եղավ տնանկի ապավենը և նեղության ժամանակ օգնականը։ Քեզ վրա թող հույս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ Տեր։ Սաղմոս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, հեթանոսների մեջ պատմեցեք գործերը նրա։ Տնանքների արյան համար վրեժխնդիր լինելիս, Տերը հիշեց և չմոռացավ աղոթքը նրանց։ Ողորմիր ինձ Տեր, և տես իմ նվաստացումն իմ թշնամիներից, դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգությունները Սիոն քաղաքի դռներին և ցնծամ քո փրկագործությամբ։ Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, և իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու։ Տերն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, և մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։ Մեղավորները կրկին դժոխք կընկնեն, նաև բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն։ Տերն ամենևին չի մոռանա աղքատին, և տնանքների համբերությունը երբեք չի սպառվի։ Ելի՛ր Տեր, և թող մարդը չզորանա, թող հեթանոսները դատվեն քո առջև, նրանց վրա օրենսդիր կարգիր Տեր, և թող հեթանոսներն իմանան, թե իրենք մարդիկ են։